Ոնց որ Հիսուսը այն ժամանակ ասեց, մինչև իմ արյունն ու չխմեք ու մարմինը չուտեք, իմ հետ բաժին չունեք։ Նրանք էլ ասեցին, ես ինչեր ես ասում, մենք ոչ արյուն ենք խմել, ոչ էլ մարմին ենք։ Էս ինչ կանիբալիզմի մասին է խոսքը գնում։ Ես գիտեք, այն ժամանակ քահանայապետը տարին մեկ անգամ կենթանու զոհով իրավունք ուներ մտներ սրբության սրբոցը, ու այդ կենթանու արյունը պիտի ցողեր ուխտի տապանակի կափարիչի վրա, որպեսզի ներվեր ազգի բոլոր մեղքերը, բայց մինչև ինքը մտներ, պետք է մի հատ իր համար զոհաբերեր, որպեսզի նախ իրան ներվեր, որպեսզի ինքը հետո կայանար մտներ այդ սրբության սրբոցը ու այդ արյունը ցողեր այդ ուխտի տապանակի վրա, որը որ համարվում էր Աստծո հոգու բնակության վայրը։ Արյունը Աստծո հոգու բնակության վայրի վրա պետք է ցողվեր։ Այսօր, երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, այդ գառան արյունը չենք ցողում մեր վրա, այլ խմում ենք, որպեսզի ներսից այդ ամեն ինչը արվի, այն սրտի խորքերը, այն սրտերու երիկամունքները, որ Աստված քնում, որպեսզի դրա վրա ցողվի այդ քավության արյունը, որպեսզի այդ կարգը էլի կատարվի, որպեսզի Աստծո հետ ունենանք հաղորդություն, միաբանվենք Աստծո հետ։